451 թվականին Ամարայրի դաշտին մեջ տեղի ունեցած պատերազմը հայոց պատմության մեջ ծանոթ որպես Ամարայրի ճակատամարտ քրիստոնյա հայու ինքնության վերահաստատման ու ամրապնդման, ինչպես նաև որպես հայ ազգ ազատորեն ապրելու ու ստեղծագործելու վճռականության պատերազմներ։ 451 թվականի Ամարայրի ճակատամարտը տեղի ունեցավ բասն հավատով և բասն հայրենյաց նշանաբանով, իդեալով, գաղափարախոսությամբ և գիտակից անձնությամբ ու նահատակությամբ։ 451 թվականի Ամարայրի պատերազմը մղվեցավ Վարդանի սուրով և Ղևոնդ երեցի խաչով։ Ամարայրի դաշտին վրա եկեղեցի ու հայրենիք, հավատք ու պետություն, իրարու հետ սերտորեն շաղախված մղեցին հայ ժողովրդի գոյության, հավերժության պատերազմը։ Եվ այսպես, Վարդանանց պատերազմով ներշնչված, Վարդանանց ու Ղևոնդյանց հավատքով բրգված և ազատորեն ապրելու հայ ժողովրդին հավաքական կամքով բրգված տեղի ունեցան մեր պատմության բոլոր ժամանակներու հայտնի թե անհայտ պատերազմներ, բասն հավատով ու բասն հայրենյաց։ Այս հավատքի թավարանքը ու ազգային գաղափարախոսական սկզբունքը դարձավ կենդանի բնապան և ուղեցույց մեր ժողովրդի թարավոր տագնապալից պատմության։ 451 թվականին Ամարայրի ճակատամարտի ոգին ու տեսլականը, հավատք ու գիտակից նահատակությունը կամար գամեց մեր ժողովրդի կյանքին բերել և մեր ժողովուրդը առաջնորդեց թեպի հավատքի բրդում ու հավատարմություն և ազգային իդեալներու ու սրբազան նպատակներու համար գրվելու ու անուն թափելու գիտակից հանգստանություն։ Արդարորեն ըսված է, թե Վարդանանց պատերազմը կշարունակվի։ Այո, կշարունակվի։ Այսօր Ամարայրի դաշտը ընդարձակված է, անցյալը հիշել չի նշանակել միայն
հավիններ ընբռնումով հիշել ու անցնել։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը ապրիլ իր դակտամով, հավատքով, ոգիով ու տեսլականով։ Անցյալը հիշել կնշանակե անցյալը հիշեցնել իր տեսլականով ու պատկամով։ Բայց այն ժողովրդին, որ անցյալը կնկատի անցած, անցած իր ոգիով, հավատքով, տեսլականով, հանցնարությամբ, բայց այն ժողովրդին, որ անցյալեն եկով և սուրբերուն աղոտքով, նահատակներու արյունով շարախված մեր խորհրդանիշները, իդեալները, տեսլականները, մեր ազգին հավատքը գպահե փոշիներուն տակ ծածկված, ազգը գաբրի ու գքոյադևե իր սրբազան հավատքով, իր ազգային վեհ իդեալներով և իր ազգագերտ ու հայրենագերտ խորհրդանիշներով։ Այսօր Վարդանանց ու Ղևոնդյանց հիշատակը նշել մեր ժողովրդին համար ի Հայաստան և սփյուռս աշխարհի կնշանակե հավատարիմ գտնվել Վարդաններու ու Ղևոնդներու սրբազան գդակին, որևէ ժամանակ ավելի այսօր մեր ազգը հրամայական գաղիքը ունի նոր իմն Վարդաններու ու Ղևոնդ երեցներու, որոնք սուրով ու խաչով, անխոսքով, հավատքով, հայրենիքին համար գրվելու կամքով Հայաստանը ու մեր ժողովուրդը ամեն բանևեր նկատող մեր հավաքական կամքով գրվելու ու արյուն թափելու սրբազան նախանցախնդրությամբ այսպես եղավ Վարդանանք ու Ղևոնդյանք։ Այսօր այս է պատկամը Ղևոնդներու ու Վարդաններու։ Ապրիլ, գործել, ստեղծագործել, վասն հավատով, վասն հայրենյաց, այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն։